Ողջույն, եթե դու ես իսկական և հաղթափող հայուհի, նշանակում է քո խոհանոցում էլ տիրում է այս իրավիճակը, քանի որ սկսվել է պահածոների եռուզեռը։ Պատրաստում ենք ամռանը, որպեսզի վայելենք ձմռանը։ Իմ պահածոների մեծ մասը գերակշռում են կոմպոտները և թթուները, իսկ դուք ինչ եք շատ պատրաստում։ Ես բոլոր կոմպոտները պատրաստում եմ հենց այս տարբերակով, ստացվում է շատ արագ և շատ համեղ։ Պահածոների սկիզբը հայտարարում ենք բացված և առաջինը պատրաստում ենք բալի կամ շպանկայի կոմպոտ։ Պտուղները հոսող ջրի տակ լավ լվանալուց հետո անցնում ենք գործի։ Կոմպոտները պատրաստում եմ 3 լիտրանոց և 1 լիտրանոց տարաներով, տարայի 1/3 մասը լցնում ենք պտուղը։ Ավելացնում եմ շաքարավազը, 3 լիտրանոց տարային ավելացնում եմ 300 գրամ շաքարավազ, 1 լիտրանոց տարային ավելացնում եմ 100 գրամ շաքարավազ։ Շաքարավազը կարող եք ավելացնել ըստ ճաշակի, ինչպես որ դուք եք սիրում, եթե քաղցրի սիրահար եք, 300 գրամը բավական է, եթե ոչ, կարող եք մի փոքր քիչ լցնել։ Շաքարավազը լցնել վերջացնելուց հետո տարաների մեջ լցնում ենք եռացող ջուր։ Ջուրը լցնելուց հետո պահածոյացնում ենք և ծածկում ենք շորերով։ Հարկավոր է ծածկոցներով լավ ծածկել, թողնում ենք 1-ից 2 օր, այնուհետև տեղափոխում ենք նկուղ, որպեսզի վայելենք արդեն ձմռանը։ Հուսով եմ ձեզ դուր եկավ թանկագիններս, այս տարբերակով ստացվում է հեշտ, արագ և որակով, դուք էլ պատրաստեք և վայելեք։ Մաղթում եմ բոլորիս առողջ և խաղաղ ձմեռ։ Հավանելու դեպքում չենք մոռանում լայքել, մեկնաբանել և կիսվել։